Լույսը բարի է, միշտ բարի է, լույսը Երանի նրանց ովքեր սիրում են լույսը, ովքեր սիրում են առավոտը եւ առավոտի մարդիկ են, որովհետեւ առավոտը երբ որ արթնանում ենք, ինչ ենք հիշում առաջինը, մենք հենց դա ենք եւ մեր օրը, երբ որ սկսում է հենց առավոտից, առավոտ կանուխ գաղափարից, ուրեմն եւ առավել եւս երբ որ հավաքվում ենք Տիրոջ խոսքի շուրջ, միասին իրար մխիթարելով, օրհնելով անպայման օրը հաջողված է։ Եվ այսօր մեզ միացել է մեր սերի հովիվ Հայկ Պողոսյան եղբայրը Վանաձորից։ Հայկ ջան, բարի լույս եղբայրը, շնորհակալ ենք, որ միացար մեզ։ Բարի լույս Աբրահամ ջան, շնորհակալ եմ հրավերի համար, Տերը շատ օրհնի քեզ։ Շատ ուրախ ենք եւ միանգամից անցնենք թեմային, հատուկ այսպես մտածված վերնագիրս դրել, միտք շատ լայն հասկացողություն է դա։ Եվ միանգամից ասեմ, որ շատ շնորհակալ ենք Տիրոջից, որ Աստված մեզ տվել է մտքի հնարավորություն, մտածելու հնարավորություն։ Թույլ տվեք այսպես ասել, որովհետև պատկերացրեք, եթե մարդը չունենա մտածելու ընդունակություն, ինչ կլինի նրա ապրած կյանքը, չեմ կարող խոսքը գտնել դրա համար։ Այնպես որ միտքը շատ կարևոր բան է եւ մտքից է սկսվում ամեն ինչ մտածելուց։ Հայկ ջան, ուզում ենք միանգամից խոսքը հանձնենք քեզ եւ լսում ենք։ Շատ հետաքրքիր ձևակերպեցիր, գրեթե ամեն անգամ առավոտյան, երբ որ մենք միանում ենք եւ նշում ես, որ առավոտ կանուխ Տերը մեզ հնարավորություն ա տվել եւ շատ կարեւոր է, թե մենք առավոտ կանուխ ինչպես ենք տրամադրվում, ինչին ենք հարմարացնում մեր սիրտը եւ մեր միտքը, ինչով լցվելու, որովհետեւ ամեն առավոտ դա իր հետ բերում է թե օրհնություն, թե նոր մարտահրավերներ թշնամու կողմից եւ եթե այսպես ձևակերպեմ, ապա կասեմ, որ ռմբակոծման է ենթարկվում մեր միտքը, ցավոք սրտի, նույնիսկ ապացուցել են, որ հազարավոր մտքեր օրվա մեջ այցելում եւ դրա զգալի մասը չար մտքեր են, ցավոք սրտի։ Եվ շատ կարեւոր է, որ մենք զգոն լինենք եւ կարողանանք այդ բազմաթիվ մտքերի մեջ զանազանել, որոնք են մաքուր, սուրբ, Աստծուց եկած երկնածին եւ որոնք են երկրային կամ դժոխքից, այսպես ասած, չար մտքեր, չար խորհուրդներ եւ դրա համար Տերը, այո, մեզ տվել է այդ ունակությունը զանազանելու, ամեն բան փորձելու, բարին ամուր բռնելու։ Եւ ինձ սրա մեջ է, որ մենք պիտի ֆիլտրենք, դա մեր պատասխանատվության մեջ է, մեր մտքի հսկողությունը մեր պատասխանատվության ներքո է։ Սա շտապ եմ ասեմ, միտքը մարդու պատերազմի դաշտն է։ Պատերազմի դաշտն է, հենց առաջին իսկ դաշտն է, որտեղ որ եթե ինքը անկարծ բարդություն ա կրում, այնտեղից տեղափոխվում է մարդու սիրտը եւ այնտեղից ցավոք սրտի դուրս ա գալիս չար խորհուրդներ, չար որոշումներ։ Մատթեոս 13-րդ գլխի մեջ, գիտենք, Սևնացանի առակն է բազմաթիվ անգամներ դրա վերաբերյալ մենք քարոզները լսել ենք, ինքներս ենք տվել այդ քարոզը, բայց այդտեղ մի հատված կա, որ մի քիչ է ուշադրության արժանանում, չի շատ շեշտադրվում, այստեղ 19-րդ խոսքում ասում է ամեն ով որ թագավորության խոսքը կլսի ու միտք չի առնի։ Չարը կգա եւ նրա սրտի մեջ ցանվածը կհափշտակի։ Ուրեմն մտքից է տեղափոխվում սիրտ, առաջի տեղում դրված է միտքը այստեղ։ Թագավորության խոսքը լսողներին է վերաբերվում։ Նրանք ովքեր չեն լսում, այնտեղ վերցնելու, գողանալու որևէ խնդիր չկա, թե չունի ինչը գողանաս։ Բայց նրանք ովքեր ամեն օր, գուցե հենց այսօր առավոտ կանուխ մարդիկ ունենք, մենք սիրելի լսարան ունենք, Աստծո զավակներ ունենք, Փառք Տիրոջը ցանկացած Աստծո զավակի համար, դա Տիրոջ հաջողությունն է, դա Տիրոջ հաղթանակն է մարդու կյանքի մեջ, բայց սա գործի վերջը չի, ավարտը չի, սա սկիզբն է։ Սա ընթացք է, որ մենք պիտի պատվով անցնենք, Տիրոջ ձեռքը բռնած, եւ այո, Սուրբ Գիրքը ասում է, որ մենք Քրիստոսի միտքը ունենք։ Ոչ թե ամեն վարքյան, որտեղ ես նոր նշեցի, որ մենք կարող ենք չար մտքեր ունենալ։ Հիմա Քրիստոսի մտքի ունենալու արտոնությունը Աստված շնորհել է իր զավակներին։ Սա շեշտում եմ, իր զավակներին։
Բայց այդուհանդերձ այստեղ հարց առաջանում, բա ոնց հասկանանք, որ երբեմն մարդը ունենում է վատ մտքեր։ Այստեղ խնդիրը սա է, որ մենք այդ ընտրության առջև կանգնած լինելու դեպքում մենք ընտրում ենք Քրիստոսի միտքը, ընտրում ենք նրա մեջ մնալը, ոչ թե շեղվելը, այլ ընտրանքը, շեղվել Աստծո ուղուց, նրա խորհուրդներից։ Եվ Պողոս առաքյալը երկրորդ Թեսաղոնիկեցիս 2:2-ում մտահոգություն է հայտնում, իհարկե կոնտեքստը վերաբերվում է Տիրոջ երկրորդ գալուստին, բայց մենք տեսնում ենք, որ դարձյալ այստեղ մարդը սկզբից մտքով է խախտվում, ասում է չլինի թե որ շուտ մը խախտվեք ձեր մտքից։ Սա արդեն որոշակի ճանապարհ անցած քրիստոնյաներին է ուղղում այս խոսքը, որ այո, դու կարող ես լավ ընթացք ունենալ, բայց պետք չի անհոգ գտնվել եւ մտածել, որ դու այլևս չես կարող հանկարծ շփոթվել, մոլորվել եւ ինքը ուշադրությունը մարդու ուղղում է դեպի իր մարդու միտքը եւ տես առաջ տեղը գրած ձեր մտքից չլինի, որ խոսքով խռովեք ոչ հոգով ասում։ Ուրեմն մտքից է մարդու տեղափոխվում հոգու ոլորտի, ոնց որ ասած, մոլորվելը, շփոթվելը, խառնվելը, որովհետև մարդը ոնց որ դու սկզբից նշեցիր, մեծ պատիվ է արել Աստված, մեզ մտածելու կարողություն է տվել։ Մենք ինչով ենք տարբերվում այս ամբողջ կենթանական աշխարհից մեր մտածելու ունակությամբ, կամենալու, ցանկանալու այդ զգացմունքային ոլորտն ու անձի ատրիբուտ է միտքը։ Իսկ կենթանական աշխարհը բնազդային համակարգով է գործում։ Բնազդային համակարգով։ Հիմա մենք չպիտի, այո, մենք կենթանիներ չենք, բայց երբ որ մարդը բնազդայինով է գործում, ինքնահոսով է տրվում, այլևս չի ֆիլտրում իր մեջ ինչ որ գործողություններ, առաջարկների տեսքով, խորհուրդներ, ինքը ուղղակի կարծես դառնում է նրանց կամակատարը այդ տվյալ խորհուրդների եւ ընկնում է թշնամու ծուղակը։ Դա պատերազմի իրական դաշտ է մարդու համար, միտքը, որ ցավոք սրտի շատերը ուշադրություն չեն դարձնում, բայց Աստվածաշունչը ցույց է տալիս, որ մարդու կյանքի ամենամեծ պայքարը արտաքին չէ, այլ ներքին է։ Հիմա մենք շատ հաճախ փորձում ենք արտաքին երևույթով շարժվել, բայց միտքը մարդու անյութ մի բան է։ Չենք չես կարող տեսնել, շոշափել։ Այսինքն աներևույթ բան է եւ այդ հոգեվոր դաշտում գործող մի երևույթ է եւ Պողոս առաքյալը երկրորդ Կորինթացիս 10-րդ գլխի մեջ ինչ ասում։ Մենք մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն, հապա Աստուծմե զորություն առած ամրոցներ քանդելու։ Մենք խորհուրդներ կքանդենք Աստծո գիտության դեմ, բոլոր հպարտացած բարձր բաները ու բոլոր մտքերը Քրիստոսին կհնազանդեցնենք եւ գերի կանենք եւ պատրաստ ենք վրեժ առնելու ամեն անհնազանդությունից, որպեսզի ձեր հնազանդությունը կատարյալ լինի։ Եթե միայն այս համարը ընտրենք այսօրվա մեր որպես վերլուծության նյութ, բավարար է, բայց ցավոք սրտի մենք պիտի անցնենք, բայց այստեղ մի քանի բան կուզեմ շեշտադրեմ։ Այդ մտքեր կոչվածը ուղղակի սենց անմեղսունակ ինչ-որ բաներ չեն, սրանք հատուկ նպատակ ունեն իրանց մեջ հետապնդում, խոսքը վերաբերում է չար մտքերին կամ ոչ երկնածին մտքերին, մեզ անպայման տանելու անհնազանդության մեջ, հպարտության մեջ։ Եվ Պողոս առաքյալը այստեղ չի գնում փոխզիջման, չի գնում կոմպրոմիսի, այլ պատրաստ է վրեժ լուծելու եւ որևէ մեղմավարություն այսպես կոչված չի դրսևորում։ Իհարկե մեր խնդիրը սա չի, որ մենք արտաքին կամ մեր դիմացինի մտքերի հետ շատ լուրջ պայքար մղենք։ Առաջինը մենք մեր պատասխանատվության գոտում մեր մտքի հետ պետք է այդ խնդիրը լուծենք։ Անհնազանդության հիմնական պատճառը մտքի խախտումն է, սայթակումը, նրա պարտությունը, որտեղ թշնամին նպատակ ունի մեզ տեղափոխի անհնազանդության, ապստամբության, հպարտության ոլորտ։ Մեր պատերազմը մտքի մակարդակում է սկսվում, այո, թշնամին ասում է գալիս է գողանալու, սպանելու եւ կործանելու։ Սկզբում կարդացինք Սևնացանի առակի մեջ, սրտի մեջ ցանվածը ինչ անում, թշնամին գողանում է, երբ որ մարդը միտք չի առնում։ Ինչ է անում թշնամին։ Պրոյեկտում է
գաղափարներ, պատկերացումներ, հավատալիքներ, կարծրատիպեր, կասկածներ, վախեր, բազմաթիվ բաներ, որոնք ամենը բերում է մարդու մտքի մեջ եւ այդ մտքից տեղափոխվում է մարդու ողջ էությունը։ Սիրտը սկսում է, օրինակ, մի հատ շատ պարզունակ օրինակ բերեմ։ Մարդը սիրտը հանգիստ է, խաղաղ է, չէ, օրինակի համար, մեկ էլ մի հատ չար միտք է գալիս, չհիմնավորված իդեպ միտք է գալիս եւ այդ մտքից հետո մարդու սրտի մեջ սկսում է տագնապ։ Ով կար այնց բացատրի, սա ինչ է։ Մի հատ միտք եկավ, նույնիսկ չհիմնավորված, իրականությանը չհամապատասխանող մի հատ միտք։ պատմությունը շատ լավ օրինակ է այդ դեպքում։ Այո, միտքը գալիս է եւ մարդը մտնում է խոճապի է մատնվում։ Թշնամին գալիս ասում է հիմա պետք է մեռնես։ Ես հիշում եմ 2002 թվականի վերջն էր, որոշակի առողջական խնդիրներ ունեի, մեր հրապարակս արդարում էին, արդեն գրել էին 2003 թիվ եւ մի միտք եկավ ինձ, որ դու տեսնում ես այդ 2003-ը, բայց դու այդ 2003 թվին չես ապրելու։ Շատ ծանոթ բան է, ծանոթ է բոլորս։ Հա, ես պահի տակ տխրեցի, պահի տակ տրտմություն եկավ, վախ եկավ մեջս, բայց Աստված փառք Աստծո, որ ինքը եկավ այդ մտքերը ոնց որ մերկացրեց թշնամու այդ մեթոդը նրա ռազմավարությունը եւ ընդամենը 23 տարի անց է, պատկերացնում ես 23 տարի անցել, իհարկե այդ ժամանակ արդեն Տերը ինձ մխիթարեց եւ ասեց որ ականջ մի թույլ տուր որ այդ մտքերը քեզ գան գծերից գցեն այսպես կոչված, բայց երբ որ եթե ես տեղ տայի, բնականաբար ընկնելու էի որոշակի խնդիրների մեջ, ես չգիտեմ ինչ կստացվեր, բայց փառք Աստծո որ Աստված ժամանակին գալիս է այդ մտքերը բացահայտում է եւ մենք ազատվում ենք այդ բոլոր տիպի երևույթներից։ Հայկ եղբայր, ես ուզում եմ մտքի, քանի որ մտքի մասին է խոսքը, մի հետաքրքիր միտք արտահայտեմ։ Ես հավատում եմ, որ Աստված մեզ միտք չի տվել միայն մտածելու համար, այլ տվել է մտքի մեջ մտքի բաղադրիչ մասը, որը շատ կարևոր է, դա վերլուծությունն է։ Դա էլ է մտքի ոլորտում կատարվում, այսինքն ֆիլտրը կամ վերլուծել, հասկանալ չար միտքը բարի մտքից։ Չար միտք ասելով չարությունների մասին չի միայն խոսքը։ Օրինակ, անպիտան միտք, դա էլ է չար, այսինքն անորակ միտք, որ ոչ մի բան քեզ չի տալիս եւ այդ մտքի ոլորտում ունենք նաեւ չափորոշիչներ, որոնցով մենք վերլուծում ենք եւ որը ընդունենք, որը չընդունենք, այսա շատ կարեւոր է։ Ինչ sense hard բարձրացնեմ, օրինակ, ինչ չափորոշիչներով ենք որոշում կամ վերլուծում մեր մտքի որակով լինելը կամ անորակ լինելը, սա էլ է հարց։ Սա շատ կարևոր հարց է։ Այո, շեշտեցի, որ ասում եմ մենք Քրիստոսի միտք ունենք, չէ՞։ Հիմա որպեսզի Քրիստոսի միտք ունենանք, մենք նախ պիտի իմանանք ինչպիսին է իր միտքը, իսկ իր միտքը իմանալու համար մենք Աստծո խոսքի հետ մտերմություն պիտի անենք։ Միանշանակ, այսինքն չափորոշիչները կառուցվում են Աստծո խոսքի արդյունքում։ Հիմա եթե անդրադառնանք առաջին էջերին Աստվածաշնչի, ապա մենք կտեսնենք, որ եթե Եվայի կյանքում օծի տեսքով եկավ այդ առաջարկները, խորհուրդները, ապա մեր օրերում գալիս է մտքի տեսքով։ Եվ մեր հակառակորդի ռազմավարությունը, մեթոդոլոգիան չի փոխվել, նա նույն կերպ է գործում եւ մի քանի բաների վրա ուզում եմ անպայման շեշտադրում անեմ։ Ծննդոց 3-ում մենք տեսնում ենք, որ նա ասում է իրավ Աստված ասեց։ Ուրեմն առաջի բանը, որ թշնամին անում է մարդու կյանքի մեջ, բերում է կասկած։ Թշնամին օգտագործում է կասկածը, բնականաբար ինչի նկատմամբ կամ ում նկատմամբ, եթե ոչ մեր արարչի, մեր Աստծո նկատմամբ նրա ասացի, որտեվ այո, մենք ունենք այսօր գրավոր խոսքը, որ կարող ենք դրա համեմատ վերլուծել, դրանով որոշել, ախտորոշել տվյալ բանի, որտեղից լինելը, տես Հակոբոսի մեջ ասում է, այս իմաստությունը վերից իջած չի, այլ երկրային է, շնչավոր է, դիվական է։ Եթե իսկ երկնքից եկածը, վերևից իջածը ինչ է, սուրբ է, անկողմնակալ է, հլույա, հնազանդ է, բարի պտուղներով լեցուն է, տես սա սանդղակ է, որով մենք կարող ենք որոշել, այս տվյալ խորհուրդը, որ եկավ,
այս հարցոք համապատասխանություն ունի այս թվարկած որակներին, թե ոչ։ Ուրեմն առաջինը, ինչպես նշեցի, դա կասկածն է, որ թշնամի սերմանում է, այո, Եվան ուներ բանավոր խոսքը։ Եվան, Ադամը եւ Եվան ունեին բանավոր խոսքը եւ դա բավարար էր, որ իրանք բռնեին այդ խոսքը եւ 1 սանտիմետր անգամ չզիջեին այն լսածը, ինչ որ լսել են ումից հեղինակավոր Աստծուց եւ նրա հեղինակավոր խոսքը։ Առաջինը կասկածը, Աստված իսկապես ասեց, որ պարտեզի բոլոր ծառերից չուտեք։ Հիմա այս հարցադրումը արդեն իսկ կասկածի առիթ է տալիս, որ միգուցե ինքը այդպես չասեց։ Կասկածը առաջացնում։ Սկսում է հարցից, ոչ թե ուղիղ մերժումից, նպատակը կասկած սերմանելն է Աստծո խոսքի հանդեպ։ Այսօր ցավոք սրտի մարդիկ կան, ես լսել եմ նման նույնիսկ հոգևոր ինչ-որ մեկի կողմից, որ երբ որ իրան ասել են եղբայր ջան, Սուրբ Գիրքը ասպես ասում, Սուրբ Գիրքը այսպես ասում, եւ այդ անձնավորությունը, որը նույնպես իբր հոգևոր մեկնաղել, ասում է պատասխանա տալիս եւ ասում, ինչ եք անընդհատ այդ Սուրբ Գրքից ասում, Սուրբ Գիրքն ասում, Սուրբ Գիրքն ասում, դրանք մարդիկ են գրել։ Մարդիկ են գրել եւ իրանք կարող էին սխալվել որոշ դեպքերում։ Հիմա այստեղ ոչ թե ամբողջ գիրքը կասկածի տակ է դրվում, կամ մերժում է, սուտ է հանում, այլ կասկածի տակ է դնում որոշ հատվածներ, բայց այդ գիտենք, որ դա այդպես չի մնալու, դա պետք է նաեւ զարգանա եւ ընդհանուր մեծ հաշվով ընդհանուր Սուրբ Գիրքը ի վերջո կասկածի տակ կդրվի։ Բայց մեր պատասխանատվությունը նայա, որ մենք Աստծո խոսքի հետ հաշվի նստենք եւ հասկանանք, որ այո, Սուրբ Գիրքը ասում է, թող բոլոր մարդիկ սուտ լինեն եւ Աստված ճշմարիտ։ Դա Հակոբոս 1:6-ում ինչի է Հակոբոսը ասում, որ բայց թող հավատքով խնդրի առանց երկմտելու, առանց կասկածելու, որովհետեւ մտողը նման է ծովի ալիքներին, այսինքն երկմիտ մարդը, կասկածամիտ մարդը, թող չկարծի, թե որևէ բան կստանա, կասկածը մարդուն դարձնում է շատ անկայուն մի մեկը։ Երկրորդ բանը, ես մի քիչ շտապենք էլի անցնենք, երկրորդ բանը սուտն է, որ թշնամին սերմանում է։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսն էլ Հովհաննես 8:44-ի մեջ ասեց, որ նա ստության հայրն է։ Սուտը նրա բնությունն է։ Հիմա ասում ասա անկերը տովա, ասեմ դու ով ես։ Հիմա եթե մենք ականջ ենք տվել, միտք ենք տվել թշնամուն, մեր կյանքը կկառուցվի ստերի վրա, իսկ սուտը իրանից ոչինչ չի ներկայացնում։ Դա անհիմն ինչ որ մի հատ փուչի կա, որ մի օր կարա եւ ոչ թե կարա, այլ անպայման պիտի պայթի։ Սուտը նրա բնությունն է եւ ոչ թե ուղակի պարզապես գործիք է։ Բնությունն է, բնությունից բխող մի բան է, ինչ որ ունի ինքը դրանով է բաժնեկցում։ Եվ այս Ծննդոց 3-րդ գլուխ 4-րդ համարի մեջ ասում է բնավ պիտի չմեռնեք։ Հիմա դեռ եթե ասում են արդյոք Աստված այսպես ասեց, հիմա ստեղ հստակ Տեր ասելա դուք պիտի մեռնեք, եթե այս բանն անեք, չէ՞։ Բայց ստեղ ինքը ասում է բնավ պիտի չմեռնեք, ուղիղ հակառակը Աստծո ասածին։ Հիմա զուգահեռ տանեմ մեր օրերի մեջ։ Հիմա եթե Աստված քեզ ինչ-որ մի բան է ասել, որ դու անես, դու հստակ լսել ես խոսք։ Հիմա Հովհաննես Մկրտչի վրա վերցնենք։ Հովհաննես Մկրտիչը մեկն էր, որը Աստծուց հայտնություն ուներ Հիսուսի մասին, չէ՞։ Եվ առաջինն էր, որ ասեց, ահա Աստծո գառը, որ գալիս է ամբողջ աշխարհի մեղքը վերցնի, բայց անցավ ինչ-որ մի շրջան, մի փուլ, որ ինքը սկսեց ինչ անել, կասկածել, եւ դա ակնհայտ է, եւ ուղարկեց աշակերտներ, ասեց գնացեք լա հարցրեք, դու ես որ պիտի գաս, թե ուրիշին սպասենք։ Եթե դու ես, բա ինչու է որոշ բաներ այնպես չի ոնց որ մենք ենք պատկերացնում։ Ուրեմն արդեն իսկ նրա սրտի մեջ փոփոխություն էր տեղի ունեցել, ինչի համար, որովհետեւ մտքով թշնամին նրան, այո, այդ փորձության մեջ նայեց, եւ ինչն է խնդիրը, թե հարստությունը, թե նեղությունը մարդուն կարան փորձության մեջ դնեն եւ մարդը սկսի կասկածել Աստծո ասածների հեղինակության վրա եւ թշնամին օգտագործելով առիթը ծռի կամ ընդհանրեն ուղակի ասի որ ճիշտ չի, այդպես չի, Աստված ճիշտ չի որոշե կամ սխալ բան ասել այս բանի հետ կապված։ Երրորդ բանը խեղաթյուրումն է։ Ինչն է դա։
Խեղաթյուրումը, եթե մենք առաջին դեպքում տեսնում ենք կասկածը, երկրորդ տեղում տեսնում ենք սուտը բացահայտ, երրորդ թվում ինքը խեղաթյուրումը, այսինքն ճշմարտությունը խառնում է ստի հետ։ Այս խառնուրդով է գալիս, որ մարդը նայում է ոնց որ թե ճիշտ բան էլ կա այս ասածի մեջ։ Բայց այդ ճիշտը այնքան է մարդուն հրապուրում կամ գրավում, որ ինքը ճշտի հետ խառնված սուտը իրար հետ վերցնում է եւ տեղա տալիս այդ ամեն ինչին։ Որտեվ 3-րդ գլուխ 5-րդ խոսքի մեջ ասում է կլինեք Աստծո պես բարին ու չարը գիտակ։ Հիմա այստեղ ճշմարտություն կար, իհարկե կար։ Բայց սա Աստծո ուզած կերպը չէր, նրա ճանապարհը չէր, նրա որոշած նախասահմանությունը չէր Ադամի եւ Եվայի համար։ Ճշմարտությունը խառնված սուտի հետ։ Կիսա ճշմարտություն, խաբեություն, սա ամենավտանգավոր ձևն է։ Մեր օրերի մեջ, այո, ես հիշում եմ տարիներ առաջ մեր մի հովիվ կար մեր մոտ քարոզ տվեց, ինքը մետարկիր բան ասեց, որքան ես սուրբ գիրքը կարդում եմ, հայտնաբերում եմ, որ ճանապարհը գնալով նեղանում է։ Տեր Հիսուսն ասեց, չէ՞, նեղ այն ճանապարհը, որ դեպի կյանք է տանում։ Ասում է, չգիտես ինչու, այսօր որոշ քարոզիչներ կա, սկսել են լայնացնել։ Հիմա սա ինչն է, սա հենց այս կետն է, որ ճշմարտությունը կեղծիքի հետ խառնում են, մատուցում, հեշտացնում են որոշակի բաներ։ Այն ժամանակ ես չեմ ուզում դնեմ այս ամեն ինչը չի կարելիների եւ կարելիների դաշտ։ Այս չի կարելի, այն կարելի է, այլ խնդիրը սա է, որ մենք մոտենալով Աստծուն, այո, եթե ես նորադարձ ժամանակ ինչ որ բաներ կարող է ինձ թույլ տա եւ Աստված ինձ մեղ չէր համարում, որտեւ մանուկ երեխան կարա բադ բաներ անի եւ դու դա նույնիսկ ուրախությամբ ես նայում, վայ, ես ինչ ակտիվ է, այս ինչ բան արեց, բայց երբ որ հասունություն ունի եւ նույն սխալներն է թույլ տալիս, սա արդեն մտահոգիչ է եւ արդեն այլ մոտեցում ունի եւ կարա պատիժ կիրառվի։ Այո, ըստ հասունության պահանջն ասում շատ տրվեց, ինչ անում, շատ էլ կպահանջվի։ Հիմա Տեր Հիսուս Քրիստոսին նույնիսկ ինքը անապատում ասեց գրված է իր հրեշտակներին պիտի պատվիրի քո մասին, որ քեզ բռնեն ոտքդ քարին չկպնի։ Ինչ անում, շնամի մեջ է բերում Սուրբ գրքից խառնուրդը ճշմարտության եւ փորձում է այդ ճշմարտությունը խեղաթյուրված խառնուրդով մատուցել։ Ամենավտանգավոր սուտը դա ճշմարտանման սուտն է։ Ճշմարտանման սուտն է, որտեղ դու տեղ տեսնում ես, որ ճշմարտություն էլ կա, բայց բացահայտ սուտը բնականաբար մարդուն որոշակի, ասենք, ընկալող մարդուն միանգամից ինչ կանի կվանի։ Բայց տվյալ դեպքում մարդու համար շատ իմաստություն է պետք, որպեսզի կարողանա զանազանի արդյոք սրա մեջ նույնիսկ կարա 90% հիմա աղանդավորական կազմակերպություններ կան, որ իրանց ուսմունքի մեջ գրեթե 80% լավ բաներ են սովորացնում։ Հիմա ես չեմ խոսում որ 50-50, 80% կարան լավ բաներ սովորացնեն, իջանում են 20%-ի մեջ։ Ասենք բարոյական կյանք ապրելու վերջապես որոշակի խրատական, բարոյախրատական ինչ ոլորտի վերաբերող։ Հասկացա։ Այո։ Հա, բայց ինչ անում են 20%-ի մեջ են դնում, որ Հիսուսի օրինակ աստվածությունն են դնում կասկածի տակ եւ այլն եւ այլն։ Չորրորդ բանը դա վախն է։ Վախը այսօր կներես, բայց զգում եմ, որ շատ մարդիկ էլ կան, որոնք չեն արտահայտվում իհարկե, բայց այդ վախը ուղեկցում է մարդկանց։ Ուղեկցում է վախը ինչի հիման վրա։ Նորից Գիկոսի մահին անդրադառնանք։ Ինչ որ երևակայական դաշտի մեջ մեկ մարդը չկա այդ բանը, գալիս է միտք, որ սենց զարգացումներն էլ իր հետ միասին, հերթականությունները։ Եվ տեսնում ենք, որ վախը Եփրայեցիս 2-րդ գլուխ 14-15 համարի մեջ ամբողջ հատվածը չկարդամ, ասում է, որպեսզի մահվամբը կործանի նրան, որ մահի իշխանություն ունի եւ ազատի նրանց, որոնք մահի վախով
ամբողջ կյանքի մեջ ծառայության տակ էին։ Մահվան վախը իհարկե ամենա բանն է, առաջի տեղում է, էլի մահվան վախը, բայց բազմաթիվ վախեր կան, օրինակ վաղվա օրվա հետ կապված, ինձ որ ինչի էին sense ասում, սև օրվա համար մարդը գումար է հավաքում, օրինակ, չէ սև օրվա համար։ Հիմա քիչ եք սպիտակ օրվա համար, լավ օրվա համար հավաքում, անպայման վատ օրվա համար, սև օրվա համար, որտեղ վաղը կարող է չգիտեմ ինչ լի եւ հավաքենք ինչ որ բաներ վախի հետ պայմանավորված իմաստուն տնտես լինելը ամենևին կապ չունի վախի հետ հիմա երբ որ մենք նայում ենք Հովսեփի կյանքը մենք տեսնում ենք որ Հովսեփը իմաստությամբ վարվեց 7 տարի առատություն 7 տարի սովեր լինելու ոչ թե վախով պայմանավորված այլ Աստված այդ երազների միջոցով դրան իմաստություն տվեց հետագայի ապագայի համար ճիշտ քայլեր անելու, որպեսզի իրան կարողանան այդ փորձությունով, այդ դժվարության մեջ հաղթանակած դուրս գան։ Այ խոսքը սրա մասին է։ Իսկ եթե դու անհիմն վախ է գալիս, որ գիտես, վաղը այսպես պետք է լինի, բայց չհիմնավորված, եւ դու այդ չհիմնավորված վախի պատճառով գործողություններ ես կատարում, սա ինչ որտեղ, ոչ թե ինչ որտեղ, այլ ամբողջությամբ խոսում է մի բանի մասին, որ մենք դադարել ենք Աստծուն վստահել։ Դադարել ենք նրան ապավինել, որտեղ նա Սուրբ Գիրքը ասում է ամուր աշտարակ է Տիրոջ անունը, արդարը կփախնին նրա մեջ եւ ինչ կգտնի ապահովություն կգտնի։ Մենք գործնական հավատացյալներ պիտի լինենք։ Ապավինողներ, հավատացողներ պիտի լինենք։ Վախը, այո, սիրո մեջ Սուրբ Գիրքը ասում է վախ չկա։ Վախ չկա։ Կատարյալ սերը ինչ անում վախ, ինչ նշանակում սիրո մեջ վախ չկա։ Այդ սերը, որ դու զգում ես, որ ինքը քեզ ամենաբարձր մակարդակով սիրում է Աստված։ Եվ այդ սերը մեկ մի քիչ առաջ խոսեցինք, չէ՞, սերը առանց գործերի մեռած է։ Աստծո սերը գործերով է։ Նա գործնականում մեր նկատմամբ ասում է, թե իր որդին տվեց, այն ինչը կխնայի մեզ համար։ Դա մի կապանքի մի գործիք է վախը, որ թշնամին օգտագործում է եւ Երկրորդ Տիմոթեոս 1:7-ի մեջ Պողոս առաքյալ ասում Աստված մեզ վախի հոգի չի տվել։ Վախի հոգի չի տվել։ Այո, երկյուղի հոգին ունենք մենք Աստծո նկատմամբ, բայց եթե մենք դադարում ենք, կորցնում ենք Տիրոջ երկյուղը, մենք ցանկացած բանից կվախենանք արդեն։ Հռոմեացի 8-ի մեջ ասում, դա կարծեմ։ Աստված մեզ չտվեց վախի հոգի, որ կրկին, չէ։ Այո։ Այլ որդեգրության հոգին ունենք մենք։ Այո։ 5-րդը մեղադրանքն է։ Մեղադրանքը, այստեղ մեղադրանքը կարող ենք երկու բացի բաժանենք։ Մեղադրանք քո նկատմամբ, որ թշնամին մտքի տեսքով մարդուն բերում է անլիարժեքություն ամեն օր իրան մեղադրելով։ Սա մարդը երբեմն կարա շփոթի Սուրբ Հոգու հանդիմանության հետ։ Սուրբ Հոգու հանդիմանությունը եւ թշնամու մեր հակառակորդի մեղադրանքը շատ են տարբերվում, որովհետեւ թշնամու մեղադրանքը դատապարտող է, անելք է, փակուղի է, բայց Սուրբ Հոգու հանդիմանությունը քաղցր է եւ ցույց է տալիս Քրիստոսին, նաեւ առաջարկում է լուծում։ Հայտնության 12:10 ասում է մեր եղբայրների մեղադրողը որ օր ու գիշեր կմեղադրի նրանց Աստծո առաջ։ Հիմա այո, մեկը որ մարդուն է հենց ինքը մեղադրում, մեկը տվյալ մարդու միջոցով աչուձախ բոլորին է մեղադրում։ Որտեվ ինքը կարա մեկին մեղադրի, մեկին էլ արդարացնի, ոչ թե Աստծո արդարությունով, այլ ինքը ասի դու բոլորից լավն ես, սա արդեն կոչվում է փարիսեցիություն։ Փարիսեցիները աչուձախ բոլորին ինչ էին անում, մեղադրում էին, չէ՞։ Ինչ էր Աստված Մովսեսի միջոցով 613 օրենք էր տվել տարբեր բնույթի Փարիսեցիները այդ 613-ը հասրել էին 1500-ի հիմա դեռևս 613-ին չհասած երբ որ մարդիկ ինչ որ մի հանցանք էին անում ըստ նրանց որոշած պատվիրանների բայց Աստված դեռ այդ 613-ի մեջ չի տեսել այդ մարդուն մեղավոր
Սկսում են մեղադրել։ Հիմա հարց առաջում, լավ, մենք եթե ինչ-որ մեկին ուզում ենք հանդիմանենք, ինչի հիմա վրա ենք ուզում հանդիմանել։ Մեր կարծացի, որ մենք ենք այդպես կարծում, մտածում, մեր փորձառությունը, մեր համոզմունքը, թե Աստծո ճշմարտությունը, Աստծո խոսքը, որը այո, Աստծո խոսքը երկսարի սուր է։ Սա շատ կարևոր է, որ եւ եթե դա մենք փորձում ենք կիրառել, նախ պետք է կիրառենք մեր անձերի վրա, հետո ուրիշների վրա։ Զաքարիա 3-րդ գլուխ Գերանը հանի, այո, որպեսզի դիմացինի տաշկի շուղը տեսնես։ Զաքարիա 3-րդ գլխի մեջ մենք տեսնում ենք ինչ մի հատ նկարագիր կա, Տերը ինձ ցույց տվեց մեծ քահանա Հեսուն, որ Տիրոջ հրեշտակի առջև կանգնել է ու սատանան նրա աջ կողմը կայնել էր նրա դեմ դնելու համար։ Ուրեմն, տես մեր հակառակորդը նույնիսկ Հեսուի պես մեկին չի խնայում նրան մեղադրանք տալու։ Պատկերացնում ես։ Նա նույնիսկ մեղադրում էր մեկին, որը անոթ էր Աստծո ձեռքերի մեջ ընտրված ծառայելու համար։ 6-րդը Սա շատ հետաքրքիր մի կետ է, էլի տես, գալիս ենք նորից Կիկոսի մահին։ Վատ ապագայի պրոյեկտում Աստծո կատարյալ կամքի դեմ որպես այլընտրանք։ Սա շատ կարևոր մի կետ է։ Վատ ապագայի պրոյեկտում։ Ես ինձնից մի հատ վկայություն տամ, տարիներ առաջ ես արդեն ծառայության մեջ էի եկեղեցում մոտ 2 տարի, 3 տարի ծառայում էի եւ հայրս հիվանդ էր, 3 անգամ հիվանդանոց է պարկել հայրս։ Ես լրիվ ազատագրված եք, ես վերջերս երբ որ մարդկանց խոսում եմ չծխելու հետ կապված, ասում եմ ես չեմ ուզում որ դու ծխելը թարգես, ես ուզում եմ որ դու ազատագրվես, որովհետեւ ոչ թե մենք թարգելու քարոզչություն ենք տալիս, այլ ազատագրության քարոզչություն։ Կախվածություն լինելու։ Այո։ Ես ազատագրված էի։ Եվ ինչ կատարվեց։ Թշնամին միտք բերեց։ Այ այս 6-րդ կետի մեջ ենք, ապագա կերտող, պրոյեկտող։ Մի հատ միտք եկավ ինձ։ Դու ազատ ես ծխելուց։ Լավ միտք է, չէ՞։ Դու ազատված ես, դու լրիվ ազատ ես, այլևս ծխելու խնդիրը քո համար չկա։ Ազատ ես։ Դու թարգել ես, ազատ ես, բայց գիտես ինչ, այդ բայց գիտես ինչ, երբ որ հարազատներից մեկը մահանա, ինչ որ մոտիկ մեկը մահանա, այդ մի քանի օրը կարելի է մի քանի տուփ ծխել, բայց դու չէ, դու ազատագրված ես, բայց այդ մի քանի օրը կարելի է ծխել։ Ցես միտք եկավ ինձ։ Եվ ես հասկացա, թե որտեղից է այս միտքը գալիս։ Ես միանգամից ոնց որ իմ մեջ այդ կարմիր լույսը վառեց եւ դեմ կանգնեցի դրան։ Դեմ կանգնեցի եւ ես ինչ հասկացա, որ եթե ես այդ օրը ընդունեի այդ միտքը, այդ առաջարկը, ապա մի քանի ամիս հետո որ հայրս պիտի մահանար, ես կանեի այն, ինչ որ արդեն այնտեղ այո էի ասել։ Համակերպվել էի այդ մտքի հետ, համաձայնվել էի այդ մտքի հետ։ Որովհետեւ մի քանի ամիս հետո հայրս մահացավ, բայց Փառք Աստծո Տերը պահեց, ինչի, որովհետեւ այդ մտքերը երբ որ եկան, այդ մտքերին ես տեղ չտվեցի։ Ինչի հիման վրա, որտեղ Աստված ցույց տվեց դրա ծագումնաբանությունը, որտեղից է այդ։ Որտեղից է եկել այդ խոսքը։ Ինչ արավ։ Թշնամին պրոյեկտում էր ապագա Ադամի եւ Եվայի համար։ Այլընտրանք Աստծո կամքին հակառակ։ Դուք պարտեզի ծառից Տերն ասում էր 1 ուտի, թշնամին ասեց 3։ Նրանք կարան կենա ծառից ճաշակեին, բայց ճաշակեցին չարի եւ բարի գիտության ծառը։ Այս շատ հետաքրքիր ու պարզ սխեմա կա, հստակ։ Աստծո կամքը մենք ունենք, Աստծո կամքը տես, Աստծո կամքը ծածուկ չի, հայտնված է արդեն, Փառք Աստծո, չէ, իր խոսքի միջոցով հայտնված է։ Ուրեմն կա Աստծո խոսք, եթե մեկը չունի Աստծո խոսք, ճշտամին կարիք չունի նրան Աստծո խոսքի նկատմամբ կասկած հարուցի։ Որտեվ չունի այդ մարդը Աստծո խոսքը։ Ուրեմն երբ որ գալիս է Աստծո խոսքը, նրա հետ անպայման շտապում է գա կասկածը, այլընտրանքը, ուրիշ ցանկություններ, սխալ ընտրություն եւ վատ ապագա։ Մատթեոս 4-րդ գլխի մեջ Հիսուսը
Ստացավ առաջարկ թշնամու կողմից այլ ընտրանք թակավոր լինելու համար, չէ՞։ Բայց ինչ ճանապարհով։ Այո, Հիսուսը թակավոր էր, միտեղ էլ գրված է, չէ՞ որ ժողովուրդ ուզում էր իրան վերցնի, տանի թակավոր դնի, Հիսուսը իրանց մեջից խուսափեց եւ գնաց։ Սրանք այլ ընտրանքներն էր, այլ ճանապարհներն էր, որ պրոյեկտում էր։ Հիմա այսօր մարդը պետքա հասկանա ինքը ում ճանապարհն է ընտրում։ Սուրբ Գիրքը ասում է շատ ճանապարհներ կան, որոնք Առակաց 14-ի 12-ն ասում շատ ճանապարհներ կան, որոնք մարդու համար ուղիղ են տվում, բայց նրա վերջը մահվան ճանապարհ է։ Ինչ անշանակում ուղիղ։ Ուղիղը հենց նա չէ, որ ասես ուղիղ է, այլ լավն է, ճշմարիտ է։ Ուղիղ է, ծուռ չի, էլի ծուռ բաներ չկա, ծածուկ, խավար բաներ չկա։ Իրան թվում է, որ լույս է, ուղիղ է, բարի է, սուրբ է, արդար է, բայց դրա վերջը կորուստ է։ Հիմա ո՞նց հասկանանք, ո՞նց կարա արդարության վերջը գորուս լինի, ոնց կարա սրբության վերջը գորուս լինի, ոնց կարա ճշմարտության վերջը գորուս լինի։ Ուրեմն թվացյալ ճշմարտությունա, թվացյալ արդարությունա, թվացյալ բարիա, ճակերտավոր։ Որտեվ Տեր Հիսուսը ստացավ այդ առաջարկը, այս ամբողջ թագավորությունները քեզ կտամ, շատ բարի գործարք է, շատ բարի առաջարկ է առաջին հայացքից, բայց այնտեղ թաքնված է պաշտամունք ոչ կենթանի Աստծուն։ Եթե ինձ երկրպագես, այո, Եսավը, այդ օրինակը մենք բերում ենք իհարկե, Եսավը ինչ արեց, մեկ աման ապուրի պատճառով իր առաջնեկությունը տվեց, առաջի հայացքից ինչ էր, ֆիզիկական կարիք էր բավարարում, դա բոլորովին ընդունելի մի բան է, որ ով էլ լիներ, պետք է այդպես աներ, ոսովի չէր մեռնելու, բայց մենք տեսնում ենք, որ այո, Աստված ուրիշ բան կաներ իր համար, եթե ինքը ընտրեր Աստծո կամքը։ Ես 10 պատվիրանները, երբ որ անցնում ենք մի ծրագրի շրջանակում, այնտեղ մի գողանար պատվիրանը մենք բացատրեցինք երկու ձևով, որ այդտեղ երկու մեղ կա ըստ էության մի գողացիր պատվիրանի մեջ, որն է, մեկը որ դու խլում ես մեկին իր ունեցածից, վերցնում ես մեկից մի բան, որ իրանն է, Չինք իրա եղածն ես վերցնում։ Երկրորդը ասու նկատմամբ անվստահություն ես դրսևորում, որ եթե այդ բանը քեզ պետք է, որ դու իրան խնդրես, ինքը այդ բանը քեզ կտա։ Դու ուրիշ ճանապարհով ես գնում վերցնելու մի բան, որի կարիքը իբր թե ունես կամ իրոք ունես, առանց Աստծուց խնդրելու, որտեվ Աստված էլ կարա տա քեզ, եթե դու դրա կարիք ունես։ Այդտեղ երկու բան կա։ Մեկը որ ուրիշից վերցնում ես իր եղածը, երկրորդը որ դու Աստծուն չես վստահում։ Հիմա մենք Երբ որ մենք փորձում ենք մեր մարդկային լավ հակառակորդին լայկոմ դնենք, մենք էլ երբեմն կարող ենք մեր ճանապարհները, մեր խորհուրդներով փորձենք հասնել հոգևոր խոստումներին, առանց թույլ տալու, որ Աստված այդ խոստումները իրականություն դարձնի մեր կյանքերի մեջ։ Դրա համար մենք կազմակերպում էլի, այսինքն այո, Դավիթ թագավորը ասում էր, ես քեզ եմ սպասում, Տեր։ Ինքը Տիրոջն էր սպասում բոլոր իրավիճակների մեջ։ Եվ երկրորդ օրինաց 30:19 համարի մեջ ինչ ասում, Աստված մարդուն այդ ընտրանքը, այլ ընտրանքը տալիս է միշտ։ Աստված ասում է, դնում եմ քո առաջ ընտրություն, կյանքը եւ մահը, օրհնությունը, անեծքը, քո արջևը դրեցի։ Ստեղ ընտրության խնդիր կա։ Այո, շատ ճանապարհներ կան։ Ուրեմն կյանքը ընտրի, որպեսզի ինչ անես, ապրես։ Սա Աստծո առաջարկն է մարդուն, Աստված երբեք չի բռնանում։ Եվ երբ որ Տերը առաջարկ անում մարդուն, դարձյալ այդ առաջարկը մարդուն մտքի մեջ է գալիս, չէ՞։ Մտքից է սկսվում վերլուծությունը, անալիզը։ Այո, հավանելը կամ չընդունելը։ Եվ այդտեղից սկսվում է մարդու կամ դեպի մահ գնալու ընթացքը կամ դեպի կյանք, ասում ընտրի կյանքը, որպեսզի ապրես։ Մի փոքր ամփոփում անենք այս 6 կետերը, ուրեմն թվարկենք ու մի քանի առաջարկ անեմ որպես հակադրություն թշնամու ռազմավարությանը։ Առաջինը մենք տեսնում ենք, որ բերում է սերմանում է կասկած, երկրորդը բերում է սուտ, երրորդը խեղաթյուրում, այսինքն խառնուրդ անում ճշմարտության հետ, առաջացնում է վախ,
եւ մեղադրանք է տալիս, 5-րդը եւ 6-րդը ապագայի վատ պրոյեկտում որպես այլընտրանք Աստծո կատարյալ կամքին։ Սա շատ կարևոր կետ է։ Եվ Աստծո խոսքը որպես հակադրություն էս 6-ին տալիս է պատասխան։ Պատասխան է տալի։ Ինչ է տալիս կասկածի դեմ։ Մենք կասկածի դեմ ուրիշ դեղամիջոց չունենք։ Կասկածի դեմ միայն հավատքն է։ Հավատքը առ Աստված նրա ասած հեղինակավոր խոսքին։ Հավատքը լսելուց է, լսելը Աստծո խոսքից է։ Կասկածն էլ է լսելուց, լսելն էլ թշնամու խոսքից է։ Հիմա եթե մարդը կասկած ունի, Աստծո խոսքը կասկածի առիթ չի, այլ հավատքի առիթ է։ Իսկ թշնամուց եկած խոսքը իր մեջ բերում է կասկած, բերում է տագնապ, բերում է վախ, մեղադրանք եւ մնացած այլ բաները։ Բայց մարդը ինչպես պիտի հակազդի, եթե խոսքը չգիտի։ Հիմա ցավոք սրտի այսօր մարդիկ շատ քիչ են Սուրբ Գիրք կարդում։ Մարդիկ ավելի շատ համացանցի հետ են կամ այսօր հատկապես երիտասարդությունը բոլոր ֆուտբոլիստների անունները գիտեն, իրանց անձնական կյանքը գիտեն, բայց Աստծո խոսքից նույնիսկ հերոսներին չեն ճանաչում, անունները չգիտեն, նրանց պատմությունները չգիտեն։ Հիմա թշնամին օգտվելով առիթից, որ Աստծո զավակները Աստծո խոսքը չգիտեն, նա կարողանում է հեշտությամբ գցի իր ծուղակը։ Եվ առաջի Կորինթացիս 15:34-ի մեջ Պողոս առաքյալը հենց սա նման բան ասում, արդարությունով զգաստացեք ու մեղ մի գործեք, որտեղ ձեզանից ոմանք Աստծո գիտությունը չունեն, ձեզ ամաչացնելու համար եմ ասում։ Ճանաչողությունը չունեն։ Մենք ուզում ենք Աստծուն ճանաչենք, ասում ենք այո, բայց ոչ առանց խոսքի չենք կարա, առանց Աստծո խոսքի չենք կարա։ Չեն կարող, թե Աստված իր խոսքով է նախ եւ առաջ իրան հայտնում։ Եթե մեկ ուզում է Աստծուն ճանաչի, նա պետք է Աստծո խոսքը ճանաչի։ Միանշան։ Առանց Աստծո խոսքի չեն կարող։ Երկրորդը սուտն է, չէ՞, կասկածից հետո։ Սուտի, եթե կասկածի դեմ հավատքն ենք դնում, սուտի դեմ ճշմարտությունն ենք դնում։ Սուտը եւ ճշմարտությունը։ Հիսուսը եթե ասեց, որ սատանան ստության հայրն է, Հիսուսը իր համար ասեց, որ ես եմ ճշմարտությունը, ճանապարհը եւ կյանքը։ Մի ուրիշ տեղ ասում ճանաչի ճշմարտություն։ Այո, եւ պիտի ճանաչեք ճշմարտությունը, եւ ճշմարտությունը ձեզ պիտի ազատի։ Ինչից պիտի ազատի։ Կասկածից պիտի, սուտից պիտի ազատի։ Մենք մտածում ենք, ինչից պիտի ազատ մարդ եմ, բայց այդ քեզ է թվում, որ դու ազատ ես։ Կասկածներով լի մարդ ես, վախերով լի, ստով լցված մարդ ես, խապված ես դու, խափեությամբ քայլվում ես, որտեղ թշնամուն միտքը ականջ ես տվել եւ նա փորձում է խափել քեզ։ Երրորդը խեղաթյուրում։ Խեղաթյուրամ դեմ շիտակ մատուցված խոսքը։ Ուրեմն խնդիրը ինչն է, խեղաթյուրումը այսօր ցավոք սրտի կարան որոշ հովիվներ առաջնորդներ անեն, որոնք Աստծո խոսքը ծռեն, այո։ Մենք Պողոս առաքյալը ասում է, մենք չենք խարդախ գործով չենք զբաղվում, էլի, խարդախություն չենք անում։ Երկրորդ Տիմոթեոս 2:15-ում ասում է, ջանա քո անձդ ընտիր ցույց տաս Աստծո առջև, այնպիսի բան, որ լինելով, որ պիտի չամաչի ճշմարտության խոսքը շիտակ բացատրելով, որսիմ ճիշտ բացատրելով, ոչ թե սխալ, մեկ ինչ լինում է մեկնության մեջ է լինում։ Հիմա մարդը կարա նույն խոսքը կարդա, սխալ մեկնաբանի, այսինքն խեղաթյուրի եւ մարդուն մոլորացնի ինչի համար, ոչ թե ուրիշ կրոնի գրքով, այլ հենց Աստվածաշնչով։ Մենք տեսնում ենք այսօր շատ քրիստոնեական ուղղություններ, որոնք կարդում են բացառապես Սուրբ Գիրքը, բայց շատ ահավոր մոլորության մեջ են։ Ինչի, որովհետև մեկնության մեջ լուրջ խնդիրներ ունեն։ Սուրբ Գրքի մեկնության։ Դրա քոքը արմատը գիտես ինչից է գալի, երբ որ մարդը Աստծո խոսքը շահարկում է իր շահերի համար։ Նա պարտադիր պետքա խեղաթյուրի։ Դա առանց խեղաթյուրելու ինքը շահ չունի դրա մեջ, այսինքն շահը Աստծո արքայությունը
այսինքն Աստծո արքայության համար անում։ Այսինքն ես ինչի համար եմ մեկնաբանում Աստծո խոսքը՝ իշա ինձ, թե իշա արքայության, եւ սա է որոշում։ Այն խեղաթյուրված է, թե մաքուր է, ուղիղ է։ Այո։ Տերը դայմա մարդու շարժառիթներին, սրտին ինչի համար անում։ Չորրորդը մենք տեսնում ենք վախը, չէ՞։ Վախի դեմ Աստված հակադրում է իր Սուրբ Հոգին։ Որտեղ երբ որ վախը կա, Սուրբ Հոգին գալիս է, որպեսզի ինչպես կարդացի 2 Տիմոթեոս 1:7-ում ասում է Աստված մեզ վախի հոգի չտվեց, այլ զորության, սիրո եւ ողջախոհության։ Ինչի այս երեքը իրար հետ կապ ունեն՝ զորություն, սեր եւ ողջախոհություն։ Սա նորից առանձին մի քարոզին նյութ է, բայց գոնե այս երեքի կապը փորձեմ հասկանանք։ Զորություն, երբ որ կա զորության զգացողություն, չի կարա այլևս վախի զգացողություն լինի։ Վախը միշտ կապ ունի տկարության, հիվանդության, թուլության հետ, բայց եթե կա զորության զգացողությունը, ոչ թե ինքնավստահությունը քո մարմնավոր ֆիզիկականի կամ ինչ-որ բաների վրա, այլ Սուրբ Հոգուց եկած զորության իմ վրա, դրա մեջ նաև գործում է սերը, այդ զորության, որովհետև հիշում եմ մի օրինակ Սուրբ գրքում, երբ որ մի գյուղ Հիսուսին չընդունեցին, հիշում ես, Հովհաննեսը ասեց, ասենք կրակ գա երկնքից, զորության դրսևորում էր, բայց սիրո բացակայությամբ, որովհետև սերը չկար։ Եվ դրանից բխող նաև ողջախոհությունը չկար, որտեվ ընդեղ այդ գյուղում բնականաբար երեխաներ կային, որ չունեին ընտրություն Հիսուսին ընդունելու կամ մերժելու, ինչու պիտի ծնողների պատճառով այդ երեխաները ունենային խնդիր։ Հիմա հատկապես նոր կտակարանի գործելակերպի մեջ, նոր կտակարանի մեջ, հիմա 5 կտակարանի Եղիայի, ասենք, գործողություններից երևի կարդացել էր Հովհաննեսը, բայց խնդիրը սա է, որ զորությունը, սերը եւ ողջախոհությունը միասին են գործում։ Միասին են գործում եւ դրանք հակադրվում են վախին։ Ողջախոհությունը մարդուն տալիս է սթափ, առողջ մտածելակերպ, որ ինքը հասկանա, որ այդ վախը պատճառ չունի, որ վախենա։ Նորմալ չէ, հիմնավորված է, աննորմալ է։ Եվ ես չպետք է վախենամ, որովհետև դա իմ ողջախոհությունը, առողջ մտածելակերպը ինձ հուշում է, որ ես Աստծո զավակ եմ, ես զորություն ունեմ, ես սիրված մեկն եմ, Աստծո կողմից ընդունված մեկն եմ, սիրված եմ, նրա զավակն եմ։ Այս սա շատ կարևոր է, որ այսօր քրիստոնյաները այդ դեպրեսիաներ, տարբեր տիպի խնդիրների մեջ են, ինչի հիման վրա այդ սիրո, այդ հարաբերության բացակայության պատճառով։ Մարդը եթե վայելում է Աստծո ներկայությունը, ամբողջ դժոխքն է դեմը դուրս գա, ինքը շատ իր սիրտը հանդարտ կլինի, խաղաղ կլինի, Բարձրալի ծածկոցի տակ բնակվողը ամենակարողի հովանավորության տակ կհանգչի։ 5-րդը մեղադրանքն է։ Չէ, մեղադրանքն է տալիս։ Մեղադրանքի դեմ Քրիստոսի արդարությունն է։ Ես հիշում եմ քարոզիչներից մեկը, որ այո, մեղադրանքի դեմ Քրիստոսի արդարությունը, որ նաև ինքը բարեխոսություն անում։ Մարտին Լյութերը, ինչքան հիշում եմ, երբ որ թշնամին գալիս է մի մեծ ցուցակ է տալիս մեղքերի իրան, ասում է, էս դու ես մեղքերն արել ես, ինքը տակը մի բան ավելացնում, ասում է, բայց դու մոռացել ես, որ ես արդարացված եմ Քրիստոսի սուրբ արյունով։ Պետքանը Պետք չի նրա հետ բանավիճել, որ չէ, ես քո ասածը չեմ, ես քո իմացածը չեմ։ Այո, նա կարա ճիշտը քեզ ասի, բայց անցյալից վերցրած մեղադրանքներ բերի։ Եվ դու ինչ ես անում, ասում ես, ես Քրիստոսով արդարացված եմ։ Ուրեմն, ասում է, հիմա Հռոմեացիս 8:1-ում դատապարտություն չկա նրանց համար, որոնք Քրիստոս Հիսուսի մեջ են, որոնք մարմնավորապես չեն քայլում, այլ հոգևորապես, հոգով են քայլում։ Ուրեմն դատապարտություն, ինչի որտեղ մեղադրանքը ինքնանպատակ չի, մեղադրանքը նպատակ ունի դատապարտելու, մարդուն անլիարժեքության մեջ գցելու համար, բայց գալիս է Քրիստոսի արդարությունը, որտեղ մեր արդարությունը։ Երբ որ գալիս է մեղադրանք, մենք փորձում ենք ինքնաարդարացնել, բայց մենք ինքնաարդարացման փոխարեն մենք պիտի Քրիստոսով արդարանանք։ Ես
մի քանի օր առաջ բնության գիրք են գնաց այդ տնային խմբակով, այնտեղ խոսքով ծառայեցի, հետաքրքիր միտք ասեցի, ասի մենք չենք կարող հաղթել։ Մեզ պետք չի հաղթել, մեր իմաստությունը կայանում է նրանում, որ մենք հաղթողին ունենանք մեր սրտի մեջ։ Նրա անունը Հիսուս Քրիստոս է։ Այդ հաղթողը եթե ապրի մեր մեջ, մենք էլ հաղթող կլինենք։ Նրա մեջ մենք արդեն հաղթողներ ենք։ Այո, մենք ինքը հաղթանակ չի ուղարկում մեզ, ինքն է այդ հաղթողն է գալի մեր սրտերի մեջ բնակվելու։ Եվ դրանով մեր հաղթանակը արդեն երաշխավորված է։ Վերջինը 6-րդը վատ ապագայի պրոյեկտում Աստծո կատարյալ կամքին որպես այլընտրանք։ Ինչ է հակադրվում Աստծո կամքին ընտրությունը։ Երբ որ մենք տեսնում ենք, որ այլընտրանք է գալիս, հիշում ես Գեթսեմանի պարտեզի մեջ Հիսուսը փորձություն էր կրում, այո, թե անապատի մեջ, թե Գեթսեմանի պարտեզում Տեր Հիսուսը մի աղոթք արեց, մի բան ասեց. թող քո կամքը լինի։ Երբ որ կա այլընտրանք, թող քո կամքը լինի, Տեր։ Այո, թող քո կամքը լինի։ Սա ճանաչողություն ունի։ Ես այսպես աղոթում եմ, ասում եմ Տեր, ես խճճված եմ ինչ-որ բանի մեջ, ինչ-որ հարցերի մեջ, չէ, ասում եմ, չէ, Տեր ջան, ես կարամ մի վատ բան մտածեմ, Տեր, քո կամքը թող լինի, քո կամքը կատարյալ է, սուրբ է, բարի է, հաճելի է, վերջ, դա ինձ համար մի հատ արդեն դաս է, ասել եմ, Տեր ջան, թող քո կամքը լինի, ես չեմ ուզում խառնվեմ, որ քո կամքը խանգարեմ իմ կյանքի մեջ, ես ուզում եմ չխառնվեմ, որ քո կամքը կատարվի իմ կյանքի մեջ, Տեր ջան, որտեղ ես կխանգարեմ քեզ։ Ուրիշ մեկը չի կարա իմ փոխարեն խանգարի։ Ես կարամ։ Այն ինչ որ ես կարամ անեմ, 8 միլիարդ մարդը չի կարա անի։ Դա իմ ներսի, իմ որոշումն է, որ Տեր, թող քո կամքը լինի։ Հիսուսը Գեթսեմանի պարտեզով, այո, տարավ իր այդ աշակերտներին, բայց որոշումը իրենն էր։ Ինքն էր որոշում կայացնում։ Այդ խաչի ճանապարհին գնալու։ Ասեց կարաս հեռացնես, բայց թող քո կամքը լինի, այ ես չեմ որոշում, ես հենց դրա համար եմ եկել։ Հիմա այստեղ ճանաչողության խնդիր կա։ Եթե ինչ-որ բան էլ չգիտենք, Տեր էլ կհայտնի մեզ։ Ամեն։ Եթե չգիտենք, բայց եթե չենք էլ ուզում իմանանք, այդ արդեն ուրիշ խնդիր է։ Զավեշտալի բան էին ասում։ Ասում է հայր մեր այսօր շատ մարդիկ կան ձևափոխել են, ասում է մի տանի մեզ փորձության, մենք ինքներս կգտնենք, հասկանում ես, այսինքն մարդը ունի իր ծրագրերը փորձության, ինչի Տերը մեզ տանի, եթե մենք ինքներս մեր ծրագրերն ունենք այդ փորձությունների մեջ ընկնելու։ Հիմա, բայց եթե մենք իրոք հասկանում ենք, որ նրա կամքը բարի է մեզ համար, հաճելի է ու կատարյալ է, դրա համար մենք զգում ենք, որ այդ փորձությունները հաճախ գալիս է մեր վատ ցանկություններից։ Դա նշանակում է, որ մենք Աստծո կամքից հեռացել ենք։ Իսկ դրա համար մենք ասում ենք Տեր, թող քո կամքը լինի, ինչպես երկնքում, այնպես երկրի վրա, մեր սրտերի մեջ եւ մի տանի մեզ փորձության, այլ բրքի մեզ չարից։ Այսքանն է ուզում կիսվեմ, Աբրահամ եղբայր ջան։ Շատ կարևոր է, մենք անկեղծ ասեմ, մեր մտքի մասին շատ քիչ ենք մտածում, եկեք խոստովանենք, շատ քիչ ենք փորձում անալիզ անել, ինչ ենք սիրում մտածել, ինչ չենք սիրում մտածել, ինչ դատողություններ ենք անում, որտեղ դատողություններն էլ մտածելու հետ կապված խնդիր է։ Այսինքն Հիսուս հրաշալի բան ասեց, երբ որ դատում եք, ճշմարտությամբ դատեք, այդպիսի խոսք ունի։ Մենք ես համաձայն եմ քո հետ այս բոլոր 6 կետերի մեջ, բայց սա կետեր են, եթե մենք հիմա վերցնենք, փորձենք այս կետերը իրականացնենք, էլի չենք կարող։ Մենք կարիք ունենք, ինչպես դու ասացիր, Աստծո խոսքի մեջ ավելի խորանալ եւ մեր մտածումները, չէ, առաջի սաղմոս նորից վերադառնում ենք, չեմ կարող չհիշել, եւ գիշերը ցերեկ նրա օրենքի վրա մտածում եմ հաճույքը իր օրենքի մեջ է եւ նա տնկված ջրի ճամփայում տնկված ծառի պես է, որ ժամանակին պտուղ է տալի, այսինքն բնականon մտքի փոփոխություն է տեղի ունենում, որտեղ արժե համակարգներ են փոխվում եւ նաեւ չափորոշիչներ են փոխվում, եթե մենք
աշխարհիկ կյանքում ապրում էինք մեր մտածումները ուրիշ չափորոշիչներով էր, աշխարհիկ չափորոշիչներով էր, ապա հոգևոր կյանքի մեջ եւ նա սա նաեւ ցուցիչ է, որ մենք Աստծո որդիներ ենք, կատարյալ, չէ, խոսքը ասում է Եբրայեցիս 5:14-ում, բայց կատարյալների համար է հաստատ կերակուրը, սա խոսքի մասին է խոսում, այսինքն խորացված խոսքի հայտնության մասին, որոնց գայարանները վարժողությամբ կրթվում են բարին եւ չարը զանազանելու, այսինքն միտքը դառնում այն տիրույթը, որտեղ այո, հազարավոր մտքեր կգան եւ դու չես կարող դրա առջեւ կանգնել, դու լսում ես, դու տեսնում ես, դու շատ բաներ ես տեսնում, որ պետք չէ տեսնել, բայց ստացվեց այդպես, ստիպված էիր տեսնելու, կամ շատ բաներ ես լսում, որ պետք չէ, ստացվեց, ստիպված էիր եւ միտքը այդ տիրույթն է, որտեղ տեղի ունենում շատ կարեւոր գործողություն, այդտեղ է որոշվում, թե դու որքան ես վարժված Աստծո խոսքի մեջ, որքան հասուն ես, որպես կատարյալ Աստծո որդի եւ որքան ես կարողանում ճիշտ դատողություն անել եւ ինչ չափորոշիչներով ես դատում, քո մեջ եկած մտքերի հանդեպ ֆիլտր կա, թե չկա, սա էլ է լուրջ, դու խոսեցիր սերմնացանի մասին, սերմցանողի, այսինքն ում մտքի մեջ չկա ֆիլտր, այնտեղ դառնում է մարդկանց ոտքի կոխան, ով ուզի կարա մտնի, ինչ ուզի կարա ասի, հազար տեսակ մտքեր կընդունես, հազար տեսակ վախերով եւ ինչպես դու ասացիր այս 6 կետերը, դա դեռ խնդիրը չի, խնդիրը գիտես ինչու՞մ է, խնդիրը սրանում է, որքան մենք ուշադիր, թե ինչ ենք մենք մտածում եւ ինչ ենք ֆիլտրում, ինչ չափորոշիչներով եւ ինչա լցվում մեր սրտի մեջ, սա շատ լուրջ է, մենք արի խոստովանենք, որ շատ անգամ մեր քայլերով ենք փորձում, չգիտեմ, ավանդույթներով ենք փորձում հասկանալ, մենք հոգևոր ենք, թե չէ, այսինքն գնացինք եկեղեցի, այսօր գիրք կարդացի, չգիտեմ, այսօր աղոթեցի, այսօր այսքան աղոթեցի, բարեգործություն արեցի եւ շատ գործնական բաներ կան, մենք դրանցով ենք փորձում առաջնորդվել, հասկանալու թե հոգևոր ենք, թե ոչ, բայց արի ուտես մտքի ոլորտն է որոշում, չէ՞, այգեպետ, ինչ կա մեր սրտի մեջ։ Այստեղ կարևոր հարցը նա է, արդյոք մենք ժամ ունենք տրամադրելու, մի հատ սթափվելու, կանգնելու եւ հասկանալու որտեղ ենք, ինչ վիճակի մեջ ենք, համացանցային կուտակված մեր սրտերում, ինչ են կուտակել, համացանցային տարաշրջանում մենք գրեթե ժամանակ չենք ունենում մեր մտքերի հետ մնալ մենակ, ու նկատի ունեմ, որ Աստծո խոսքի հետ ես մի վիճակագրություն եմ լսել, որ նախկինում այն ինֆորմացիան, որ մարդիկ ստանում են մոտ 50 տարվա մեջ մի մարդ ինչ ինֆորմացիա կարող ստանար, միջին սոցիալական ցանցերից օգտվող մարդը այսօր այդ նույն ինֆորմացիան ստանում է կես ժամվա մեջ։ Այսինքն կես ժամվա մեջ ստանում է 50 տարվա ինֆորմացիա։ Առաջ 50 տարվա մեջ կես ժամվա ինֆորմացիա կստանային, հիմա դու պատկերացրու ինչա դուրս գալիս, որ մարդը ժամանակ չի ունենում, ինքն իրան գա։ Հիմա անառակ որդին, երբ որ լավ էր, կողքը երևի ընկերներ ուներ, ընկերուհիներ ուներ, ձեռին փող կար, գնաց, լավ վայելքներ ունեցավ, ու շակերտների մեջ բնականաբար, բայց երբ որ եկավ մի փաստի առաջ կանգնեց, որ նույնիսկ խոզերի կերակուր էր պապակում, ինքն իրան եկավ, ինքը մենակ էր մնացել, իր կողքը մարդ չկար, այլևս համացանցային ընկերներ, զվարճանքներ չկային, այդ ժամանակ ինքն իրան եկավ եւ հասկացավ, որ ինչքան վատ է իրավիճակը։ Հիմա այսօր մարդիկ, ես մի խոսքով հիշում եմ, կոմոտ ասել եմ, որ էլի սերմնացանի մեջ ասում է, շուտ ուրախանում է, բայց արմատ չունենալով գայթակղություն է գալիս, հեռանում է, ասում եմ, առանց արմատների ուրախություն, ում է պետք է ուրախությունը, որ առանց արմատների է։ Հիմա այսօր քրիստոնյաները կարան շատ ուրախ
զվարթման կան, բայց ոչ հոգևոր ուրախության, որովհետև Սուրբ Գիրքը ասում է Աստծո թագավորություն ուտելիք խմելիք չի, այլ արդարություն, խաղաղություն եւ խնդություն Սուրբ Հոգով, չէ։ Հիմա այսօր մարդիկ այդ նույնի իմիտացիան չասեմ է հակադրություն կա որպես մարմնավոր իրանց արդարությունը կարան ունենան, խաղաղություն ունենան եւ ուրախություն ունենան, որը չի համապատասխանում Աստծո թագավորության ստանդարտներին։ Եվ սա ինչ է նշանակում, որ մարդը փորձել է մեկը մեկով լրացնի, բայց չի հասկանում, որ հոգևոր առումով ինքը ընդամենը մեր կա եւ սնան կա, եթե այսպես է։ Գույր եւ կարճատես, չէ՞, այդպես ասում են։ Այո, հիմա անառակ որդին սնանկ էր, այո։ Այսօր հոգևոր առումով շատերը կարող են սնանկության մեջ լինեն, բայց չհասկանան ինչի, որտեվ այս կյանքի այս երուզերը իրանց առիթ չի տալի, որ մի հատ իրանք կան։ Գիտես չէ, Դավիթի Մսրամելիքի այդ պատմության մեջ, որ Դավիթը թուրը գցում է, հետո ասում է, հա, ոնց է, ասում է, լավ եմ, ասում եմ, քեզ թափ դուր։ Թափա տալիս տեսնում որ 2.5 ա եղել։ Հիմա մարդը դեռ մի հատ իրան թող թափ տա, հասկանա, որ ինքը արդեն լուրջ խնդիրների առաջ է, բայց իրան թվում է, որ ինքը կենթանի է, ցավում եմ, բայց Սարդիկեի եկեղեցուն 3-րդ գլխի առաջի համարի մեջ գիտենք չէ, դա 5-րդ եկեղեցին է, Տեր ասում է դու անուն ունես, որ կենթանի ես, բայց մեռած ես։ Անուն ունես։ Հիմա սա շատ ցավացնող է։ Հիմա շատերը կարան այդպիսի անուն ունենան, իրանք այդպիսի մտածում ունենան իրանց մասին, բայց Տերը այդպես չդիտի արդեն, իրանց չհամարի այդպիսին իրանց։ Բայց ինչի, քանի որ իրանք չեն եկել, մի հատ ինքն իրան գան, կանգնեն։ Այո, մենք պիտի կանգնենք։ Կանգ առնենք։ Կանգ առ եւ մի հատ կանգնի տես, մի հատ Աստծո հետ քո հարցերդ կարգավորի, տես որտեղ ես եւ Դավիթ ասում է մի հատ քննիր ինձ, լա տես օճառ ճանապարհների մեջ չեմ։ Իմ հետ ուղի խոքին։ Դա էլ է, գիտես մտածում կանգ, գիտես մենք շատ ենք խոսում, պատահել է որ ինքն իրան գալու թեման ենք շոշափել եւ դա շատ ճշմարիտ է, որովհետեւ ես միշտ ասում եմ կա ամբողջային մտածող մարդ, ով ինքը չունի այդ ոնց ասեմ, այդ հատկությունը ինքն իրան գալու, նա միշտ առաջնորդվում է ամբողջային մտածելակերպով, եթե շատ որ են այդ տեսակները, որ դա անում են, ուրեմն ճիշտ են անում, ինչ կարիք ունի ես նստեմ մտածեմ, հա, բայց այն անհատները, որոնք եւ դրանով է նաեւ քրիստոնյայի առավելությունը, դրանով է անհատականության նշանակությունը կամ կարևորությունը, երբ որ մարդը սիրում է ինքն իրան գալ, սիրում է մտածել, խորը մտածել, վերլուծել, անալիզ անել, ես միշտ ասում եմ քրիստոնեություն Աստծո որդիները հոգևոր մարդը ինքը պրոֆեսիոնալ վերլուծաբան է, նա շատ ուժեղ վերլուծաբան է, նա ոչ մի բան չի պլստա նրա մտքից դեպի սիրտը առանց վերլուծվելու, առանց ընտրելու, ընտիրը հասկանալու, բարին հասկանալու, այսինքն այդ վերլուծաբանները նրանք շատ լավ կարողանում են պարունակել իրենց ամբարը բարի բաներով, լույսը, լուսավորված, որը կյանք է տալիս մարդուն, որը մոտիվացնում է, ինչով դու ամբարված ես, դու դա ես, ինչ որ քո մեջ լցվում է, դու դա ես, դու չես կարող, ուրիշ տարբերակ չկա, ոչ ժպիտը կօգնի, ոչ կրոնական ծեսերը կօգնեն, ոչ մի բան չի օգնի։ Դրա համար ասում չեմ, որ մարդը սպունգի նման է, ինչով լցված սխմես, եթե դուրս կգա իրանից։ 100%, միանշանակ։ Եղբայրը շատ շնորհակալ եմ, շատ տերողնի, շատ կարևոր թեմա էր։ Սիրենք խոսել մտքի մասին, որպեսի մտածենք։ Սիրենք խորհել մտքի մասին, որպեսի մտածենք, սա շատ կարևոր է։ Ամեն ինչ հենց մտածելը մտքի հետ կապ ունի, չէ՞։ Միտք մտածել մտքի հետ է, հիմա ով որ չի մտածում, այսպես ասած, մարդ կա գործում է, հետո է մտածում,
Մարդկա մտածում է հետո գործում։ Հիմա հայ վերջի խելքի հիմա լիներ, չէ՞ ինչ որ մեկը ասել էր։ Հիմա դրա համար մտածելը շատ հատուկ է մարդուն, մենք սկզբից դա արձանագրեցինք, չէ՞ որ Աստված մեզ տվել է այդ կարողությունը մտածելու, սա մեծագույն արտոնություն է Աստծո կողմից ընձեռնված մեզ, որ մենք ուղղակի կարողանանք լավ բաները ընտրենք, ասում եմ, մտածելու արդյունքում վերլուծության արդյունքում։ Հավասարացնում եմ, գիտես մենք շատ բաներ կարանք մտածենք, անգամ կրոնական բաներ կարանք մտածենք, բայց արի ընդունենք, որ երբ որ մենք ասում ենք մտածել, նույն հավասարազորությամբ կարող ենք ասել վերլուծել։ Մտածել ինչի որ դու սկսում ես երազել կամ չգիտեմ, դու վերլուծաբան ես դառնում, ունենալով չափորոշիչներ հոգևոր իմաստով, դու դառնում ես վերլուծաբան, այս այա մտածելը, թե չէ անիմաստ մտածելը դա ոչ միտեղ չի տանի մարդուն։ Տեր օրհնի քեզ, Հայկ եղբայր, շատ շնորհակալ ենք այս թեմայի համար։ Կխնդրեմ, եթե կոչ ունես անես եւ սիրով աղոթքի անցնենք։ Կոչը սա, այո, մենք չսպառեցինք այս թեման, ու շատ էլ ճիշտ արեցինք, ինչ առումով, որ մտածելու, վերլուծելու առիթ ունենանք, մենք խորելու, որտեղ մենք անհատականություն ենք եւ ամեն մեկը անհատական մոտեցման կարիք ունի, որտեղ գուցե այդ 6 կետերը մենք իհարկե հիմնական կետերը մենք թվարկեցինք, բայց այդ ենթակետեր լինեն կամ 7-րդ կետը լինի, որ մենք չշոշափեցինք եւ մարդը կարիք ունի վերանայի իր կյանքը հենց այդ բաների մեջ, որ Աստված իրան ցույց կտա, բայց դրա համար պետքա որ ինքը ժամանակ տրամադրի։ Ամեն։ Տիրոջը։ Ամեն։ Սա ամենակարևորագույն խորհուրդն է, որ մենք տանք ժամ այդ Տիրոջը, այո, առավոտ կանուխ տանք Տիրոջը ժամանակ։ Այո, գուցե ցերեկը մարդը գործի աշխատանքի տարբեր բան, բայց առավոտ եւ երեկոն բերեք Տիրոջը տանք։ Ասենք Տեր, առավոտն էլ ակոնը, երեկոն էլ ակոնը։ Ամեն։ Եվ հենց այդտեղ մենք կարծում եմ, այո, ոչ թե կապված լինենք իրար։ Պահի դժվարության, այո, միշտ, որտեղ չգիտես վաղվա օրը ինչ կլինի։ Այսօր պետք է նորոգվես, որ վաղվա օրվա մեջ դու կարողանաս դիմակայել այդ եկող մարտահրավերներին։ Ամեն։ Աղոթենք։ Սիրելի Հայր, շնորհակալ ենք քեզանից այս հրաշալի օրվա համար։ Ամեն։ Ենք տալիս քո կենթանի խոսքի ներգործության համար, քո Սուրբ Հոգու համար, Տեր։ Շնորհակալ ենք, որ մեզ դու զինել ես ամեն անհրաժեշտ բաներով, այս կյանքի եւ աստվածպաշտության վերաբերյալ ինչ որ պետք է մեզ տվել ես, որ մենք ունենալով այս աշխարհից եկած ապականությունից հեռանալով մոտենանք քեզ հետ հաղորդակցվելու, քեզ ճանաչելու, քո խորհուրդների, քո կամքի մեջ հարատևելու եւ քայլելու, որպեսզի մենք հասնենք այն երանությանը, որ դու խոստացել ես քեզ սիրողներին եւ քեզ հավատացողներին։ Շնորհակալ ենք քեզանից այդ մեծ հույսի համար, այդ վստահության այդ հավատքի համար, Տեր, աղոթում եմ, որ դու Տեր ջան գաս մեր սրտերի մեջ, մեր մտքերի մեջ, քո խոսքով մերկացնես ամեն թշնամու սարքած բերդ, ամրոց, ամեն հպարտացած միտք, Տեր իմ Աստված, որպեսզի մենք հնազանդ լինենք քեզ մեր կյանքի բոլոր օրերի մեջ եւ քեզ փառավորող կյանք ապրենք, Տեր, որտեղ արժանի ես փառքի, պատվի եւ մեծարանքի Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ 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 Փառք Տիրոջը, Հայ ջան, շնորհակալ եմ եղբայրս, Տեր օրհնի քեզ։ Տեր օրհնի։ Օրհնված, պատխաբեր եւ հաջողված եղիր եղբայրս։ Եղավ, հաջողություն փոխադարձ Տեր օրհնի։ Տեր եղբայրս։ Առայժմ։ Սիրելի քույրեր, եղբայրներ, այսպեսին էր մեր եթերը, սիրենք մտածել, սիրենք խոկալ, սիրենք Աստծո խոսքի վրա շատ երկար մտածել։ Կզարմանաս, թե ինչպես կփոխվի քո կյանքը դեպի վեր, դեպի երկինք, դեպի Քրիստոսի միտք։ Տեր օրհնի ձեզ, մնացեք խաղաղությամբ։ Առաջ Աստված կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին։ Մարանաթա, Տերը շուտով գալու է։